Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, պարոն Ռուբինյան, 1000 ներողություն օտար լեզվով ասեմ, почему этот порочный круг должен был замкнуться на мне, էլի, քնի ես էլ շեղվեմ թեմայից, 1000 ներողություն, որովհետև հարգելի գործընկերներ, ստեղից պարոն Վարդևանյանը իմ գործընկեր ասում է 50%-ից պակաս եք հավաքել, բա պարոն Վարդևանյան, բա ձեր դեմ ենք պայքարում, բա։ Դուք հասկանում եք, դուք ֆանտաստիկ քաղաքական ուժ եք իրականում, ֆանտաստիկ, անկեղծորեն եմ ասում։ Դուք քանի օր է, 20 օր է ինչ ազգային ժողովում եք, որպես քաղաքական ուժ, պատգամավոր եք, հասցրել եք ընտրություն կեղծեք։ Հասցրել եք այս դահլիճում մի 2 ժամ առաջ ընտրություն կեղծեք։ Տիկին Մարիաննա Ղահրամանյանը քվեարկել է ուրիշի փոխարեն։ Հարգելի գործընկերներ։ Լրություն, տիկին Ղահրամանյան, լրություն, հետո կպահանջեք, շարունակեք, պարոն Ալեքսանյան։ Հարգելի գործընկերներ, ակնհայտորեն դուք ձեր ձեռքը տանում եք եւ ակնհայտորեն Տիկին Ղահրամանյան, լրեք։ Շարունակեք, պարոն Ալեքսանյան։ Հարգելի գործընկերներ, սա էլ դեռ մի կողմ։ Ասում եք 8-րդ գումարման խորհրդարանին ականատեսել։ Ձեր ստեղ գալով հարգելի գործընկերներ, մենք առհասարակ 6-րդ գումարման խորհրդարանին ենք ականատեսել։ Ամբողջ հանրապետական կուսակցությունը վերցրել եկել եք խորհրդարան, ասում 8-րդ գումարում։ 8-րդ գումարումը միջև ձեր գալը, հարգելի գործընկերներ, էլի որոշակի ինչ որ առաջընթաց է, բայց դուք 6-րդ գումարումն եք հետ բերել խորհրդարան որպես այդպեսի։ Ես հիշում եմ, երբ որ ամեն անգամ այն մարդու անունը տալուց, որ թխկացնում եք, ակամայից մի բան եմ հիշում, հոդված եմ հիշում։ Այս բան էր եղել, արտահոսք էր եղել հայտնի կենտրոններից մի երկրի, որտեղ վերլուծություն էր, թե ինչ պետք է անի Սամվել Կարապետյանը, որպեսզի չընկնի ամերիկյան սանկցիաների տակ, այն դիրեկտիվաների մեջ էր, ասում եմ, որպեսզի ամերիկյան սանկցիաների տակ չընկնի, լավ կլինի, որ Սամվել Կարապետյանը դիրքավորվի որպես եկեղեցու պաշտպան։ Եվ ով զարմակ ստեղից գալի անուն ենք տալի, այս մարդիկ դղկացնում ենք, ու Սամվել Կարապետյանը, ով իդեպ եթե չեմ սխալվում, կաթոլիկա, չէ։ Կաթոլիկա, ես ինչքան գիտեմ, լավ, եկեք ես սենց ասեմ, ես ինչքան գիտեմ, Սամվել Կարապետյանը կաթոլիկա, ինչպես Տաշիրի մեր հարազատ քույրերի եւ եղբայրների բացարձակ մեծամասնությունը եւ դա տենց ինչ որ վատ բանով չեմ ասում, էլ ինչքանով ես գիտեմ, գուցե սխալվում եմ, այնուամենայնիվ։ Բայց այդ մարդիկ եկեղեցու պաշտպանությունը օգտագործում են զուտ ու բացառապես միայն նրա համար, որտեղ Ամերիկայում հիմա պահպանողական իշխանությունը այնտեղ սանկցիաների մասով մտածում են դա իրանց համար լրացուցիչ բան է ստեղծում, պաշտպանական բան է ստեղծում առնվազն իրանց համար։ Ու ամբողջ քաղաքական գիծը ուղղված է դրա վրա, որպեսզի այդ պաշտպանությունը կառուցեն նրա վրա, որ այս մարդիկ իբր թե պաշտպանում են եկեղեցին։ Ումից եք պաշտպանում եկեղեցին։ Ումից որ պետքա պաշտպանեք, հարգելի գործընկերներ, ումից որ պետքա պաշտպանեք, դուք իրականում նրան եք փորձում պաշտպանել։ Մեր եկեղեցին պետքա պաշտպանել նրանից, ում դուք փորձում եք պաշտպանել։ Ու դուք սա ինձնից լավ գիտեք, ու բոլորը սա ինձնից լավ գիտեն։ Պարոն Գրիգորյանը շատ ճիշտ մի հատ տերտերի մասին հիշատակում արեց, այն որ Ռուսաստանում են հայտնի վիդեոն տեսել եք, որ ասում են դուք պետքա պայեք թագավորի պես։ Դուք եք ասում դա։ Հա, ասում պետքա պայեք թագավորի պես, ով է տեսի, այ քեզ բան ասում, հա, բա ասում, ես եթե վատ ավտոյից իջնեմ, պետք է ասեք էսով է, էս չի տերտերը, այո, ինձ պետքա Մերսեդեսով իջնեմ, էս մեկով իջնեմ, այն մեկով իջնեմ, էդ է այդ կլանը, էդ է այդ ձևավորված եկեղեցու սպասավորների կլանը է ձեր նշած մարդու գլխավորությամբ։ Էդ են այդ մարդիկ արել, ու դուք դա եք փորձում պաշտպանել, հարգելի գործընկերներ, դուք այնպես չի արժեքային կամ ինչ-որ մի բան եք պաշտպանում այդ մարդուն պաշտպանելու։ Դուք պաշտպանում եք այդ թագավորի պես ապրել ուզող տերտերների կլանը, որի գլխին կա մեկ մարդ։ Պարոն Կարապետյան, կառավարության ծրագրի ժամանակ ծրագրի քննարկման ժամանակ ձեր ելույթում ասում եք պետքա դիմադրել Թուրքիային։ Ինչ նկատի ունեք պետքա դիմադրել ասելով։ Նկատի ունեք, որ պետքա հետո կարձագանք եք խնդրում։ Նկատի ունեք, որ պետքա կռվել Թուրքիայի դեմ։ Լոգիկա է, կարա տենց միտք արտահայտվի։ Հա, օքեյ, ընդունում եմ, կարա տենց միտք արտահայտվի։ Բայց պարոն Կարապետյան, երբ որ դիմադրելու ժամանակներ ու նաև համատեղության կարգով ձեր ժամկետային ծառայության մեկնելու տարիքներ, դուք չեք գնացել այդ դիմադրելու։ Ստացվել անեց, որ ձեր եղբայրն էլ չի գնացել այդ դիմադրելու։ Հələ էլ ավելին ասեմ, ստացվել անեց, որ ձեր հորեղբոր տղան էլ չի գնացել այդ դիմադրելու ժամանակ դիմադրելու։ Հələ էլ ավելին ասեմ, ձեր հորեղբորը այն մյուս տղան էլ չի գնացել։ Հորաքրոջ ընտանիքին չգիտեմ, այնտեղից մարդու չեմ ճանաչում, բայց կարծեմ իրանք չեն գնացել։ Բոլորով չեք գնացել դիմադրելու, է բան եք անում, հա, ինչ վատ է։
Դուք Մայբախով Երևանում բան կանեք, Մայբախով Երևանով կերթևեկեք, մեր սիրելի քույրերի, եղբայրների, մեր գյուղերի, քաղաքների բնակիչների երեխեքը կգնան դիմադրելու հերոսաբար, որտեղ տենց է բա։ Բա ռամիկների գործը դիմադրելն է, հարգելի ռամիկներ, ինչպես ուզում են մեզ համոզել մյուսները, մեր մեծապատիվ ընդդիմադիր գործընկերների գործն էլ Երևանում Մայբախով շրջելն է, բա դիմադրությունը տենց բան է, բա գիտեք հեշտ բան է դիմադրելը, ժողովուրդ ջան, հեշտ բան չի դիմադրելը, տենց բան է դիմադրելը։ Բայց պատերազմների մասին որ խոսում եք, որ այդ դիմադրության մասին խոսում եք, որ այդ արճակատմանը, որ տանում եք, բա ձեր կարծիքով է ում արյան հաշվին այդ ամեն ինչը տեղի ունենում։ Հասկանում եք, մի բան է, երբ որ մարդը ինքը skin in the game այդ Թալեբի բերած տերմինով, ինքը իր կաշին դրած է այդ խաղի մեջ, հա ինքը առաջնագծում է։ Ու ինքը ասում է, այո, մենք պետքա գնանք կռվենք։ Իր հետ ես կարամ համաձայն չլնեմ, հասկանում եք, բայց ես արժեքային դիսոնանս չեմ ունենա իր այդ առնվազն այն տեսանկյունից, որ այդ մարդը ուրիշների կյանքի ու արյան հաշվով չի ասում այդ ինչ որ ասում է։ Այդ մարդը այդ ուրիշների կյանքի հաշվով չի ասում, իր առաջինը իր կյանքի հաշվով է դա ասում։ Ու երբ որ վարչապետի արտահայտություններն եք ստեղից մեջ, բն վարչապետի ու ձեր տարբերությունը գիտեք որն է։ Շատ դեպքերում ձեր արտահայտությունները հա ինչ որ առումով նման են վարչապետի միջև 20 թիվը արած հայտարարություններին, բայց տարբերությունը գիտեք որն է։ Որ երբ որ պատերազմ էր, վարչապետի որդին այդ պատերազմի առաջնագծում էր ժողովուրդ ջան։ Էդ է տարբերությունը։ Էդ է տարբերությունը։ Դուք առաջնորդը չեք ձեր կուսակցության, պարոն Մնացականյան։ Հանրապետականում էլ առաջնորդ չէիք։ Վարչապետի որդին առաջնագծում էր։ Էդ է ձեր տարբերությունը։ Դուք ուզում եք, որ դուք շարունակեք ձեր ցոփ ու շվայտ կյանքը, մյուսների երեխեքը գնան դիմադրելու, դիմադրեք, այնքան դիմադրեք, որ լավ է։ Ասում եմ դիմադրեք, բայց խնդիրը գիտեք որն է։ Ամբողջ խնդիրը դուք ինչին եք ուզում դիմադրեք։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Հարաբերությունների կարգավորմանը դիմադրում։ Շատ լավ։ Բայց ինչի եք դիմադրում հարաբերությունների կարգավորմանը։ Մի բարձ պատճառով, որտեղ իրականում այնտեղ, որտեղ որ իրականում պետքա դիմադրեք, այդտեղ չեք կարեցել դիմադրեք։ Ընդհանրապես չեք կարեցել դիմադրել ու եկել եք Հայաստան զբաղվել եք քաղաքական գործունեությամբ, չեք դիմադրել։ Չեք ասել, որ չէ մենք մեր երկրի վրա sense բան չենք անելու։ Չեք ասել sense բան։ Որտեղ որ պետքա իրականում դիմադրեիք, որտեղ որ պետքա ասեիք, չէ չի լինի։ Չեք արել այդ։ Ու եկել եք Հայաստան, ու եկել եք Հայաստանի դեմ այդ ամեն ինչը անելու։ Ֆեյքերից եք խոսում, հարկել գործ, լուրջ եք ֆեյքերից խոսում, հա։ Լուրջ եք խոսում ֆեյքերից։ Մինչև հիմա այդ բաները կա, ակաունտումս որ մտնեմ այդ ձեր բաները, ինչ անեն։ Ռուս, բելարուս, ուկրաինացի աղջիկերքի տարբեր բաներից քաշած նկարներով են ֆեյքերը, որ մտնում գրում են, ինչպես ես հանդգնում դու Նարեկի մասին խոսել, բան, տես բաներ էին գրում այդ աղջիկը։ Պարոն Կարապետ, անկեղծ էլի, ասենք, ես անկեղծորեն բան եմ ասում, հարգելի գործընկերներ, ես կամաչեի, որ ինչ որ մեկը տենց ֆեյք բաներով ինձ պաշտպաներ։ Անկեղծորեն բան եմ ասում, ես կամաչեի, եթե ինչ որ տենց ֆեյք ֆերմա երբևէ ինձ պաշտպաներ։ Ամոթից գետինը կմտնեի, լուրջ եմ ասում, պարոն Կարապետ։ Անկեղծորեն բան եմ ձեզ ասում։ Խայտարակություններ ուղղակի, որտեղ մտնում էր այն բանը ջարդած հայերենով, ChatGPT-ով թարգմանած հայերենով բաներ էր գնում։ Բա կեցե Սամվել Կարապետյանը, մեր հզոր առաջնորդ, բան ինչ որ sense բաներ էր, մարդկանց կողմից, որոնք որ բան են։ Ակնհայտ fake են։ Google search-ը իր տալի նկարները կամ AI-ով էր սարքած ակնհայտորեն կամ VKontakte-ի ինչ որ մեկի բանից էր, ակաունտից քաշած նկարներ էր ընդամենը։ Բստեղից ամենաֆանտաստիկը խմբակցության անունից ելույթ ունեցավ տիկին Արեգա Հովսեփյանը, պատմելու մեզ այն մասին, որ Ռոբերտ Քոչյանը ակազիվեցի հերոս է, հարգելի գործընկերներ, եւ նրան բռնել չի կարել։ Բա պարոն Կարապետյան, մենք չէիք ասում էլի կապ չունենք Քոչյանի հետ, կամ նրան վարչապետ չէինք ընտրելու։ Հիմա անդիմություն եք sense սինխրոն աշխատում եք իրար կպած նույն գծի մեջ, բախի պետք է, եթե հանկարծ մեծամասնություն ստանայիք այդ ընտրակաշառքներով բանով, այտենց չանեիք։ Բախի պետք է չանեիք, օրինակ ուզում եմ հասկանամ տրամաբանությունը որն է, եթե որպես ընդդիմություն ինչ-որ մեկի հետ գործակցում ես, գալիս ես նրան պաշտպանում ես, ակնհայտորեն էլ պետք է անես։ Քոչյանի ձերբակալության մասով մի բան ասեմ, հիշում եմ, այս նույն ամբիոնից իմ տեխնացությունն էր քննարկվում որպես փոխխոսնակ, պարոն Քոչարյանն ու տիկին Աննա Գրիգորյանն ինձ ասում էին, բայ եթե տենց է Քոչյանը խի նստած չի։ Բա թող նստի Քոչարյանը, հիշում եք այդ նիստը։ Հիմա էլ նստել է, ասում են բախի է նստել է, ժողովուրդ ջան, կողմնորոշվեք, ձեր ցավը տանեմ։ Հա, հելա չի էլ նստել, հիվանդանոց է գնացել։ Արդեն։ Կողմնորոշվեք, այտենց չի լինում։ Եվ ամենակարևորը վերադառնալով եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին, ես եւս այն կարծիքին եմ, որ տեխնացուն
ավելի լավ տեխնացու է, քան նախորդ տեխնացուն էր։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, պարոն Ղազարյան, ես պետք է անկեղծ լինեմ, դուք մի փոքր ինձ նյարդայնացնում եք։ Ինչի շատ տարօրինակ է, որ միայն այսօր եք նյարդայնացնում եւ միայն այսօր եմ ես դրա մասին ասում, բայց խնդրում եմ դադարեցրեք դա։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։